ընկան խոսքով հացս վառեցի։ Եթե մեր պատմության ընթացքը վերցնենք, այնտեղից հանենք եկեղեցին, մի մեծ անդունդ կառաջանա, որը ոչ մի բանով չեն կարող լուծել։ Արդեն օրեր են անցել, միշտ ինձ տեսանգին։ Բջջինին Հայաստանի ամենահայտնի գյուղերից է և զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն։ Հնագույն բնակավայրը հայտնի է միջնադարյան բերդով, միջնադարում առաջնորդանիստ եղած վանքով ու եկեղեցիներով և հանքային ջրով, բայց այսօր մենք խոսելու ենք նաև բջջինեցիների մասին։ Բջջին իմ աշխարհն է։ Կարոտում եմ ամեն օր։ Բջջինեցիների նման մարդ չկա այս երկրագնդի վրա։ Շատ աշխատում են, շատ լավ ապրում են։ Բջջեցին, որ աշխարհի որ անկյունում էլ ապրի, Հայաստանի որ անկյունում էլ ապրի, հպարտ է, ուրախ է, որ ինքը բջջնեցի է։ Բջջինին գտնվում է Կոտայքի մարզում, Երևանից 43 կիլոմետր հեռավորության վրա։ Մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղը ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա է։ Հրազդան գետի ափին, Գեղատեսիլ կիրճում գտնվող բջջինի մասին առաջին անգամ հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Իսկ ինչ է բջջինին բջջինեցիների համար։ Բջջինեցիները առաջի կարգի հյուրասեր հարգանքով մարդիկ են։ Սիրում են իրենց հարգող մարդուն։ Դες ընկերներ են գալի արդեն, ընկերասեր մարդիկ են շատ։ Լավն է, մեր ժողովուրդը շատ լավն են, շատ ազգասեր ժողովուրդ են, հարգանքով են շատ, մեծերն էլ, ջահելներն էլ։ Մոտ 50 փեթակ ունի Արտակ Կարապետյանը, նրան գյուղում մեղր են ասում։ Զբաղվում եմ այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, երաժշտությամբ։ Մեղվապահությունը կապված է բնության հետ, եթե բնությունը չտվեց, ինչ ուզում ես արա, չես կարա։ Ես հորից եմ ժառանգել, ճիշտ ասած մեղվապահությունից բան չէի հասկանում, բայց մեղվապահության գաղտնիքը գտա, ստացվեց ինձ մոտ։ Այս փեթակը արդեն շուրջ 10 տարի է պատրաստել եմ, որի մետակ ձեզի չեն կծի, ինչ ճանաչում են մեղուները, հա։ Ուզում եմ թորներից մեջ մտցնեմ այդ սերը։ Մեղուն, որ լավ զարգանում է, արդեն իրան դնում ենք բերքի տակ։ Օգոստոսի 1-ից հետո, հենց արդեն սկսում են բորերին դուրս հանել, սկսում ենք արդեն պատրաստում ենք մեղրական։ Ինքը ցույց է տալի, որ արդեն բերքը ավարտվել է։ Տանձեր է, նայ, ինքը խնձորի ծառ է, բայց տանձերներում է, նայ, պատվաստները։ Տանձի բերքը խնձորի ծառի վրա։ Բազմատեսակ միշտ պատվաստներ եմ անում, տարբեր սորտեր է լինում։ Սա ուրիշ սորտի տանձ է, սա ուրիշ, նա անտառային գեղեցկուի է։ Որտեղ մի հատ լավ սորտ, որ հանդիպում է, դրանից բերում պատվաստում եմ։ Ամեն թորից համար մի հատ կլուբնիկի տրուբա եմ սարքել, ես մի թորից արդեն ամեն մեկ իրանը պիտի քաղի ուտի, ես այս արդեն հասնում է։ Դեր չեն քաղել, հա։ Դեր չեն քաղել, սի Ալեքսանդրինն է, սի Արտակինն է, սի Արիգակինն է, ես էլ Վարդան, մեծ թորինս է։ Ես էլ մի հատ գեղեցկուի ունենք, եսա գգան, ես էլ գեղեցկունս է։ Սելենա ունենք։ Բջջինի լավ բնություն ունի շատ, այս մեր սարերը բանը դրախտային է, շատ եմ սիրում ես բջջինին։ Ու շնորհակալ եմ իմ ապուպապերից, որ այստեղ են ծնվել, շարունակել, ես էլ շարունակում եմ ապրել։ Աշխարհը եթե ինձ տան, ասեն գնա ապրի, չեմ գնա, կմնամ այստեղ։ Բջջինեցիների և բջջինիի հյուրերի հոսքը Սուրբ Աստվածածին եկեղեցի չէր դադարում։ Նրանք գալիս են իրենց աղոթքը և խոսքը Աստծուն փոխանցելու։ Ժամանակի ընթացքում մարդկանց հոսքը շատանում է և մարդը, ամեն մարդ ինչպիսին էլ լինի, ով էլ լինի այս կյանքում, իր սրտի խոսքում ունի Աստված և ունի հավատք և այդ հավատքը արտահայտվում է նաև իրենց մոմավառությամբ, պատարակներին, ժամերգություններին մասնակցությամբ։ Միջնադարում բջջինին դարձել էր Հայաստանի կարևոր մշակութային և քաղաքական կենտրոններից մեկը։
Բժդին հարուստ է եկեղեցիներով, մատուրներով, սրբավայրերով, բայց այդ ամենի ծաղիկը, գոհարը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է։ 1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է նշանավոր գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավոնին։ Ժամանակի նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել, անգամ կաթողիկոսի ընտրության ժամանակ 4 վանքեր են եղել, որոնք ձայնը կարևոր է եղել, մեկը Բժդի Սուրբ Աստվածածինն է եղել, Տաթեի վանքը, Հաղպատի վանքը, Թադեի վանքը ներկայիս Պարսկաստանի տարածքում եւ Բժնո վանքը։ Եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, պսակված բազմանից թմբուկով եւ հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով։ Իդեպ, այգում աճող ծիրանենիներից մեկը հենց եկեղեցու գմբեթում էր արմատներ ձգել։ Ինքը 4 գմբեթների վրա հիմնված գմբեթավոր դահլիճ տեսակի եկեղեցի է եւ գմբեթը ներսի կողմից 27 մետր բարձրություն ունի, դրսից 33 մետր Քրիստոսի տարիքի համաձայն։ Եվ որ ներսում երգում ենք, ձայնը անմիջապես բարձրանում է գմբեթ եւ եկեղեցու բոլոր տարածքում հավասարաչափ լսելի է։ Ծիրանին է սա, որ աճում է, գմբեթի վրայից իջեցրել են, դրել են այստեղ։ Հենց այս ծիրանինն է եւ ինքը մի քիչ ուշ է բացվում կանաչում, բայց շատ համեղ պտուղ է տալիս։ Բջնո վանքից եւ գյուղի համարյա ամեն վայրից երևում է միջնադարյան նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց բերդը։ Անդնդախոր ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա գտնվող բերդը Վասակ Պահլավոնու շինարարական գործունեության արդյունքն է։ Պատմամշակութային մեծ կոթող ունենք։ 10 տարի հետո 1000 տարեկան է դառնում մեր եկեղեցին, Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը մեր սիմվոլներից մեկն է համարվում, ինչպես նաև ամրոցը, որը ունի գաղտնողիներ։ Բջնո վանքից քիչ հեռու գտնվում է լավաշի թխման եւ ուսուցման կենտրոնը։ Իրինա Թադևոսյանը 40 տարուց ավել է Բջնիում լավաշ է թխում։ 17 տարեկանից ամուսնացել եմ, եկել եմ 20 տարեկանից հաց եմ թխեմ մինչև օրս։ Այդտենց երեխեք ջան։ 40 տարի, այսինքն 40 տարի, այսինքն 40 տարեկան կաս։ Չէ։ Քո կյանքից շատ, քո ապրած կյանքից շատ։ Դե մամաս որ թխում էր, 4-ը քուրեինք։ Ասենք 100 հատ գունդեր ինքը պատրաստում, մի 10 հատը գողանում պահում էինք։ Հետո մամաս իրան թվում էր ինքը պրծերա լրիվ թխելա, հետո որ արդեն մաքրում էր գնում էր, մենք նստում էինք թխելու։ Դե չէինք հասկանում որ թոնիրը սառել արդեն։ Մամաս ջղայնան մեր, երեխեք ջան, թոնիրը սառնա։ Գնդերը փչացրեցիք։ Դե բայց թե մեկա, փչացնենք, թխմենք։ Փոքրուց էլ այտենց սիրել եմ, թխել եմ, անընդհատ խմորն արել եմ, մամաս եկելա գործից թխել ենք։ Կամ ես եմ նահած, չի ուշացելա նստել եմ, թխել եմ, եկելա ջղայնացերա։ Երեխի բարուրը դրել ենք կողքներս, ստեղ արդեն որ ամուսնացել եմ։ Հացը թխել ենք, միշտ թխել ենք, սիրելով պետք է անես, եթե սիրելով չարեցիր, ոչ մի բան էլ չի ստացվում։ Սիրելով, այ որպեսի չկորի մեր լավաշ թխելու ավանդույթները, տեն մեզ վարպետաց դասեր եմ կազմակերպում, քաղաքից։ Երեխեքը գալիս են, որ չկորի, արիշտայի վարպետաց դասեր ունեմ։ Կինը հմտորեն հերթական լավաշն է հանում թոներից եւ պատմում, որ սիրված հարց է եղել։ Այն մութ ու ցուրտ տարիներին, որ մարդիկ ալուր չեն ունեցել, թունդիր չեն ունեցել, մենք այդպես խնդիր չենք ունեցել։ Կեսրարս կոմբայնավար մեխանիզատոր տրակտորիստ, հələ հարևաններին օգնել եմ։ Ցորենով թունդիր եմ առել, հարևանների ալուրները բերում են, որ մեր թունդիրին թխինք, գարյուի աճարերը լնեմ խառը, մի քիչ մեր ալուրից խառնում է հետս։ Կիսուրենցից թաքուն էլ։ Այսինքն կիսուր։ Մի քիչ է ձեր աշիկը, հա։ Այսինքն կիսուր կեսրայրի հետ եք ապրել։ Հա, սկզբից պատմեք իրանցից, ոնց են ձեր հանդեպ վերաբերվում, ոնց եք դուք իրանց հանդեպ վերաբերվում։ Լավ, նորմալ, դե հա, մի քիչ հեռու խնամիական կապեր էլ կար, անծանոթ չէինք вообще։ Ընդհանրապես սովորական, լավ, նորմալ։ Սիրում էին ինձ, ասում են գրագետ ամերես մի հարսը։ Մյուսից ողողում եք։
Դե որ տենց ասում են ուրեմն մեկը չգիտեմ։ Կարոտով է հիշում 90-ականները, ասում է հիմա մարդիկ քիչ են իրար տուն գնում։ Բա այն որ Ղարաբաղի շարժումը նորերը սկսվել, թերթ էինք ստանում, չէ, իրիկունը հավաքվում էին, թերթը ես կարդում էի, ռուսերեն թարգմանում էի, հասկանում էին, էլի։ Ասում են լկարդատենանք ինչ, տելևիզոր չկար, հեռուստացույց բան չկար, թերթերն էր։ Կեսրարս ձեռին կալում էր, այրինը լկարդ այդ Ղարաբաղի մասին տես ինչա գրած։ Տենց մեծ տուներ հավաքվում էին այն ժամանակ, հիմա այդքան իրար տուն գնալ չկա, ամբողջ օրը իրար ձեն էինք տալիս, բիբար ունես, աղ ունես, տոմատ ունես, յուղ ունես, ալուր ունես, երեխին դու պահի, ես պահեմ, էթում եմ դաշտ, էթում եմ, իսկ հիմա հեռախոսով զանգում են, կամ էլ չեն էլ զանգում, խանութներն ամեն ինչ կա, ում ինչ պետք է այդ մարում, այլ հարևանի կարիք, որ զանգես, ասես, մի օր խնկալի ինք արի այդ մութուցուր տարիներին օջախով, պղնձով, սաղ թաղը մանեկանք սև բիբար չճարինք։ Իրինա Թադևոսյանը հումորով ու ծիծաղելով է պատմում ամուսնանալու մասին։ Ելը մինչև ծանոթաց, ինչ ծանոթան։ Իրիկունը գործից գնացի տուն գործարանում է աշխատում աստծաշինական, սովորել չի սիրում, 9-րդ դասարանից դպրոցից ելել եմ, գիշերայինին հավասար գնացել եմ հաշվետար եմ աշխատել, հսկայական գործարանի աստծաշինականի, բան է, մինչև ասնում էի դպրոցից մի 2 ժամ նստում էի դասի, ելնում էի բանձիկներս անում էի, ֆարտուկ անում էի, դնում էի սունկեն, այդ մեծ անգամ գործ բերերվից հետո։ Այդ տենց ամուսնուս մորքուրը մեր հետ էր աշխատում, ու իր հորքուրն էլ իմ քեռուկինն էր, այդ մորքուրն ու այդ հորքուրը իրար հարևան էին չարեն ցավան, որոշում են թե Ազատը բանակից եկերա բժնի իրանց աղբոր, մեկի աղբոր տղենա, մեկի քրոջ տղենա, երկու բաներով որոշում են թե ինչ անենք, բերենք Իրինին ուզենք Ազատին, այտենց իրիկուն եկանք տուն, ուզում եմ անենց շորերով տնային իսյանան, մամաս քեզի կարգի բեր, հեսա գալում են քեզի ուզելու, ասի ինձի թո չուզեն, գալում են թո քեզի ուզեն։ Ջղային ասա, մեկ էլ իրիկունն էկան այտենց, քերուսկինն ա, իրա մորքուրն ա, սաղ ծանոթ բարեկամ, էկան լսվան տունը, հայ, կեսարս հող ունենք, տուն ունենք, տրակտոր ունենք, կոմբայն ունենք, տուն սարքենք, ես անենք, ոչենք, իրար հետ չենք մնա, ես չենք անի, չենք անի, դե լավ, թո մտնեն խոսան, մտնենք ինչ խոսանք, որ ճանաչում են, ոչ ինչ եմ խոսում, բա որ մենք ամուսնանանք, ես ասում եմ, առանցին ենք ապրելու, ես ենք անում են ենք անում, յանի հասկանում եմ ամուսնանալն ինչ արդեն առանցին ապրելը սա խոսում, առանցին խենք ապրում, ես վախենում եմ առանցինից ասեցի, վերջը դե լավ խոսացիք, հա, դե եկեք, հա, դե լավ, հա, Ռազա ջան մատնիքը, դրեցին մատ գնացին, ամրցնիս ինչի լավ տենաս, այտենց երեխեք ջան, մի ամսվա մեջ, նոյեմբերի 6-ին նշանվեր եմ, դեկտեմբերի 1-ին հարսանիք սարել են, այդ մի ազգանունը հասկացած չփոխեցի, ասենք ամուսին ես առնում, ազգանունը դիշ կապ ունի փոխելու հետ ամուսն ազգանունը հետ, չէ, ռիսկ չեն արենձի բան պարտադրեն, չէ, պարծական էին ժամանակ, չէ, ես այտենց կասել եմ չեմ փոխի ես իմ ազգանունը, մի քերուս 13 երեխա ուներ, գալիս է, հա, 10 երեխա մամային կսեն, 10 երեխա պապային կսեն, դե պատկերացրա մամայինք 10 երեխա են, 10-ից մեկինը 13 հա, ես սաղ գյուղը ամայրա ցանցակցած։ Անժելան դպրոցականների էր բերել բջնի, որպեսզի ծանոթանան լավաշի թխմանը, ասում է այն Հայաստանի խորհրդանիշներից է։ Հայաստանի բուն խորհրդանիշն է լավաշը, չգիտեմ, ես իրան նայելով տեսնում եմ իմ երկիրը քարտեզի վրա ու մերն է, մեր հայկական լավաշը։ Մեր երեխաները մասնակցել են լավաշի թխման արարողությանը, բալիկներից մեկը արտահայտություն արեց, երբ որ ինքը պատրաստեց ու իր թխած լավաշով եկավ նստեց այստեղ, ասեց յուրաքանչյուրս պետք է աշխատենք մեր ուտելիքը։ Արդեն դա իսկ տարավ նրան, որ այդ երեխան հասկացա, որ իր այս պահի դրությամբ, այս շոքին ինքը իջել է, աշխատել է, այս լավաշը եկել է, կերել է։ Ինձ թվում է գյուղը, գյուղատնտեսությունը եւ առհասարակ կյանքը երեխաները պետքա մենակ քաղաքով չի ամեն ինչ սահմանափակվում, սկսվում ամեն ինչ գյուղից եւ չգիտեմ դժվարություններ քաշելով հասնում են քաղաք։ Գյուղի մուտքի մոտ միանգամից ուշադրությունը գրավում է ծակ քարը, բնության կողմից կերտված յուրօրինակ ժայռային հուշարձանը։
Հրաշագործ կամարի մոտ գնալիս Անդրանիկ Դավթյանի տնից լեռներից հավաքած ուրցի բույրը ու նրա թորների խինդն է կանչում։ Թորները սիրում են գնդակով խաղալ, բայց նաև սիրում են օգնել տատիկին ու պապիկին։ Տատիկը տնամերձ բանջարանոցն էր մշակում։ Թոշակառու կինը սիրում է հողը։ Կոկիկ մոլախոտերով մաքուր մարգերում բերքն այս տարի անձրևոտ եղանակի պատճառով ուշ է լինելու։ Աշխատասեր ու հյուրասեր ընտանիքի համար հողագործությունն ու անասնապահությունը միայն աշխատանք չէ։ Բջինիի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձև եկեղեցի է։ Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է։ Բջնի գյուղի սրբավայրերից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սուրբ Հովհաննես մատուռը, որը հայտնի է իր ընդերքից դուրս եկող կաթնաղբյուրով։ Ժողովրդական ավանդազրույցների համաձայն այն հայտնի է իր բուժիչ զորությամբ եւ օգտագործվել է տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մարդիկ բազմաթիվ հրաշքներ են կապում այս եկեղեցիների, այս մատուրների հետ, մեկը զավակ չունի, գալիս է իր ուխտը անում է զավակ անունում, մեկը անբուժելի հիվանդ է, գալիս է իր ուխտը անում է։ Ասում են, որ ցավեր բան բուժելու ինչ-որ հատկություն ունի ջուրը։ Եթե հավատքով մտնում ես այդ ջրով օգտվում ես, աստուտ կօգնի։ Անհնար է գյուղ այցելել եւ չխմել Հրազդան գետի ափին գտնվող Բջնի խորհրդանիշ հանքային ջուրը։ Այն հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Ժամանակը շատ բան է փոխել Բջնիում, բայց բջնեցիները շարունակում են արարել, բոլորին գրկաբաց ընդունելով եւ պատմելով գյուղի պատմությունը, իրենց պատմությունը։ Մեր տան պատից մի քար լիներ նստեի վրա ու պատմեի անտուն կյանքիս հեքիաթը նրան։ Պատմեի, թե այս աշխարհում ինչեր եմ քաշել եւ գլխիս տակ քանի քարեր եմ մաշել ու լսեի վերջին անգամ խորհուրդը նրա ու մեռնեի ապուպապոտ այդ քարի վրա։